Հայաստանում կան այդքան մարդիկ, որոնք պատրաստ են աշխատել։ Ես գիտեմ, որ պատասխանատուները, ովքեր որ հայտարարում են, որ Հայաստանում չկա այդքան գործազուրկ, իրանք շատ լավ տիրապետում են այս վիճակագրությանը։ Դուք ունեք վերլուծություն այդ մարդիկ ինչ կարողություններ ունեն եւ որտեղ կարող են իրենք արդեն ռեալիզացվել։ Ինչու պիտի ներդրողը գա Հայաստան։ Մենք նախորդից ստացած ժառանգության ինչքան էլ վատը լինի այդ ժառանգությունը, պատասխանատվությունը ստանձնող ենք։ Իսկ մինչև ներդրողներին համոզեք, բանակցեք, գան Հայաստան, դա կարող են տարիներ տևել։ Մարդիկ, որոնք ուզում են ձեզ ընտրել, հույս ունեն, որ Սամվել Կարապետյանը կարող է իր սեփական միջոցներով օրինակ ինչ-որ բաներ կառուցել, ինքը ներդրում անել, կան այդպիսի ծրագրեր։ Մենք մեզ չենք համարում ռուսամետ ուժ։ Ծրագրերի մի մասը իհարկե կարող են մնալ, ես այս բանին չեմ կարող ասել, որ մասը կմնա, որովհետև դա լրացուցիչ վերլուծության կարիք ունի։ Բայց կարող է, չէ՞, նաև վերլուծեք եւ տեսնեք, որ բյուջեի համար մեծ բեռ է ավելանում։ Դուք Երևան քաղաքով մեկ վարորդեք ու վարում եք, դուք կտեսնեք, որ Երևան քաղաքի ասֆալտը ինչքան է արվում, մեկը քանդվում է, այսինքն կասկածելի է, թե այս շինարարությունը ինչպես են անում։ Կապիտալ ծախսերի գծով մենք տարեկան չհաշված բանակում կապիտալ ծախսերը մոտ 400 քանի միլիարդ դրամ ծախսում ենք եւ մեծ կասկածելի է, թե ինչքանով են այս ծախսերը նպատակահարմար իրականացվում եւ մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետության բյուջեում կա ռեսուրս, որը հնարավոր է վերաուղղել դեպի ավելի շատ սոցիալական հարցեր։ Ողջույն, Քարոզարշավի այս թեժ օրերին տնտեսական բաղադրիչը կարծես թե երկրորդ պլան է մղվել։ Առաջին պլանում հայտնվել են փոխադարձ վիրավորանքներն ու իրավական գործընթացները։ Այսօր կփորձենք խոսել Ուժեղ Հայաստան ներկայացուցչի հետ իրենց տնտեսական պլանների ու ծրագրերի մասին։ Մեր հյուրը Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Աշոտ Ֆարսյանն է։ Պարոն Ֆարսյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Եվ այսպես ձեր ծրագրի ամենաշատ քննարկված դրույթներից մեկը 300,000 աշխատատեղերն են, որ իսկապես շատ քննարկվեց, բայց այդպես էլ կարծես թե վերջնական հանգուցալուծման չի գալիս այս հարցի պատասխանը։ Ի վերջո Հայաստանում կան այդքան մարդիկ, որոնք պատրաստ են աշխատել, մենք ունենք այդքան ազատ ռեսուրս։ Օրինակ վիճակագրական կոմիտեի տվյալների վրա եթե հիմնվենք, այսօր աշխատանքային ռեսուրսների մեջ աշխատանք փնտրողները 200,000-ի չեն հասնում։ Ընդ որում նրանց թվում նաև թոշակառուներն են։ Ձեր հաշվարկները ինչի հիման վրա են եւ արդյոք դուք դեռ շարունակում եք պնդել, որ Հայաստանում 300,000 նոր աշխատատեղ կարող է ստեղծվել։ Տեսեք, վիճակագրությունը իհարկե հենց այդպես էլ ասում է, որ գործազուրկների թիվը մոտ 180,000 է, բայց վիճակագրությունը նաև այլ բաներ է ասում։ Օրինակ նա ասում է, որ Հայաստանում աշխատանքային ռեսուրսների թիվը դա մոտ 2 միլիոն է կազմում, որից ընդամենը 1,170,000-ն է զբաղված, որից 300,000-ի կարգի դրանք ոչ ֆորմալ զբաղվածներ են ու հիմնականում գյուղատնտեսության ոլորտում, իսկ մնացած 800,000-ից ավել մի փոքր դրանք մարդիկ են, ովքեր ֆորմալ գրանցված աշխատող մարդիկ են, բայց չեն խոսում շատ ժամանակ այն մարդկանց մասին, ովքեր չունեն աշխատանք, ովքեր չեն փնտրում աշխատանք եւ ովքեր գործազուրկ չեն համարվում, այդ մարդկանց թիվը կազմում է 900,000-ի կարգի, դրանք տնային տնտեսուհիները, տնային տնտեսուհիները, թոշակառուները, բայց նրանց մեջ կա մոտ 300,000 մարդ 25-ից 54 տարեկան, դա ակտիվ աշխատանքային տարիք է, ովքեր չունեն աշխատանք, ովքեր չեն համարվում գործազուրկ եւ իրականում վիճակագրությունից ինչ որտեղ դուրս են մնում։ Հիմա այս ամբողջ ցուցանիշի մեջ այդ 900,000-ի մեջ մյուս կողմից կա նաև 170,000 մարդ, ովքեր որ չունեն աշխատանք, բայց իրանք օրինակ նշում են, որ աշխատանքի են պատրաստ անցնել հաջորդ պահին, երբ որ իրենց կառաջարկվի աշխատանք։ Իսկ միայն այս մի քանի թվերի գումարը ցանկացած ձևով երբ որ դուք գումարեք, ինքը միշտ 300,000-ից բարձր է, այսինքն մենք չենք վերցնում ամբողջ աշխատանքային ռեսուրսների մեջ, օրինակ չենք վերցնում թոշակառուներին, չենք վերցնում 55-ից 65 տարեկան մարդկանց, չենք վերցնում 16-ից մինչև 25 տարեկաններին, որ նրանց մի մասը դա աշակերտներ են, մի մասը ուսանողներ են։ Մենք օրինակ մենք չենք վերցնում նաև 21-ից 25 տարեկաններին, ովքեր հիմնականում այնտեղ կան բավականին չափ մարդիկ, նաև երիտասարդ, ովքեր ոչ ուսանող են կամ ուսանող են, բայց կարող են կես աշխատանքային օրով աշխատել։ Մենք վերցնում ենք այսպես ասենք 100%-ով մարդկանց, ովքեր որ գտնվում են ակտիվ աշխատանքային տարիքում, կարող են աշխատել, դա 25-ից 54 տարեկան մարդիկ են, ում թիվը կազմում է Հայաստանում 300,000 եւ եւս վերցնում են գործազուրկների թիվը 180,000 եւ այս երկու թվի գումարը միասին կազմում է 480,000 մարդ։ Եվ ես գիտեմ, որ պատասխանատուները, ովքեր որ հայտարարում են, որ Հայաստանում չկա այդքան գործազուրկ, իրանք շատ լավ տիրապետում են այս վիճակագրությանը։ Ուղղակի թե ինչի համար են նրանք
այսպես ասենք, այս մանիպուլյացիան անում թվերի հետ կապված, ես կարծում եմ, որ նրանք քաղաքական նպատակներ են հետապնդում ու վատը գիտեք այստեղ որն է, որ մենք կցանկանայինք, որ մեր հետ օրինակ քննարկեին ոչ թե այն արդյոք կա Հայաստանում 300,000 մարդ, ով չունի աշխատանք, այլ օրինակ քննարկեն մեր ծրագրային դրույթները, ինչպես ենք մենք հասնելու այդ նպատակներին, հնարավոր է թե հնարավոր չէ, ինչ խնդիրներ են տեսնում օրինակ մեր ծրագրում, ինչ ռիսկեր կան, որոնք որ կարող են մեզ խանգարել, այսինքն ավելի բովանդակային քննարկման լինենք, այլ ոչ թե միանգամից խնդիրը հերքեինք ու հերքեինք այդպես պարզ եւ պրիմիտիվ կերպով եւ ասենք Հայաստանում չկա ուղղակի այդքան մարդ, որ աշխատանք չունի, ու հետաքրքիրը գիտեք որն է, Հայաստանում գործազուրկների թիվը 2018 թվականին, եթե չեմ սխալվում, 220,000 է եղել, հիմա իջել է 180,000, իսկ ընդամենը 40,000-ով է նվազել, բայց իշխանությունները մյուս կողմից հայտարարում են, որ իրանք 220,000 նոր աշխատատեղ են ստեղծել, եթե իրանք նայում են գործազրկությանը, այսինքն իրենց համար կարևոր է գործազուրկների քանակը, ապա ոնց է ստացվում, որ ստեղծել են 220,000 նոր աշխատատեղ, բայց ընդամենը 40,000 հոգով է իջել գործազուրկների թիվը։ Ենթադրենք տնային տնտեսուհիները, որոնք մեր վիճակագրության մեջ տնային տնտեսությամբ զբաղվողները, այդպես չասենք տնային տնտեսուհիները, տնային տնտեսությամբ զբաղվողները մեծ թիվ են կազմում, եթե չեմ սխալվում 190,000-ի կարգի, կարող է սխալվեմ թիվը, բայց մոտավոր այդքան, ինչպես է իրենց բերելու աշխատանքի դաշտ, ինչ աշխատանք է առաջարկվելու եւ այստեղ կան նաեւ այդ մարդկանց որակների հարցը, մասնագիտական որակները նկատի ունեմ, կրթություն ունեն, չունեն, դուք ունեք վերլուծություն այդ մարդիկ ինչ կարողություններ ունեն եւ որտեղ կարող են իրենք արդեն ռեալիզացվել։ Շատ լավ հարց եք բարձրացնում, մենք այդ հարցը գիտենք, տեսեք այդ մասին, որ դուք ասում եք, դա նրանից չէ, որ այս կանայք նախընտրում են օրինակի համար իրենք գնան եւ տնային տնտեսությամբ զբաղվեն, բայց չեն ուզում զբաղվեն աշխատանքով, այսինքն իրականում աշխատանք չկա եւ աշխատանքն է խնդիրը, որ նրանք տնային տնտեսուհի են, ոչ թե հակառակ, այսինքն ոչ թե նրանք տնային տնտեսուհիներ չեն ուզում աշխատել, այլ աշխատանք չկա, չեն կարողանում, ստիպված մնում են տանը եւ զբաղվում են տնային տնտեսուհու աշխատանքով։ Մենք գիտենք, որ այսպիսի մարդիկ կան եւ մեր համար շատ կարեւոր է նաեւ հենց կանանց ներգրավումը, որովհետեւ կանայք մեր, եթե զուտ նայենք տնտեսագիտական տեսանկյունից, նրանք մեր աշխատանքային ռեսուրսների 50%-ն են մոտ կազմում եւ չանդրադառնալ այս թեմային, դա ես կարծում եմ շատ սխալ է։ Դրա համար սովորաբար այդ կանայք, ովքեր որ 25-ից 54 տարեկան են եւ չունեն աշխատանք եւ ձեր ասած թիվն է մոտ 190,000 են կարծեմ կազմում, ցավոք սրտի այս կանայք նաեւ չունեն շատ բարձր որակավորումներ, որովհետեւ առնվազն եթե նրանք ունենային այդ բարձր որակավորումը, նրանք աշխատանք կփնտրեին եւ գործազուրկների մեջ ներառված կլինեն, այսինքն այնքան երկար ման չեն աշխատանք չեն ունեցել, քան երկար չեն փնտրել եւ դա նաեւ հենց խոսում է նրանց աշխատանքային որակների մասին, որ նրանք գտնվում են այս բանի մեջ, վիճակագրության այս կողմում եւ ոչ թե գործազուրկների մեջ։ Մենք տեսնում ենք, որ դրա համար մենք օրինակ չենք խոսում նրա մասին, որ Հայաստանը դարձնելու ենք արհեստական բանականության համաշխարհային կենտրոն, մենք խոսում ենք ավելի պարզ բաներից, մենք խոսում ենք, որ մեր համար կարևոր է արդյունաբերական զարգացումը, որովհետև այս փուլում հաշվի առնելով մեր աշխատանքային ռեսուրսները, որակը որ մենք ունենք եւ իրականում հենց դա ենք մենք նաեւ դրել հիմքում, որ դրա համար ենք այդքան խոսում արդյունաբերական զարգացումից եւ չենք խոսում օրինակ, չգիտեմ, նոր սիլիկոնյան հովիտ դառնալուց։ Այս կանանց մենք առաջարկելու ենք հիմնական աշխատատեղերը, որը որ կան, դա կլինի օրինակ պարզ աշխատատեղեր, դա կլինի տեքստիլի ոլորտը եւ սննդի արդյունաբերության ոլորտը, որը նաեւ իր հերթին նպաստելու է գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը։ Մյուս կողմից մենք նաեւ վերապատրաստման հետ կապված մենք ծրագրում ենք գրել, որ վերապատրաստման հետ կապված աշխատանքներ են կատարելու, որպեսզի կանայք ավելի շատ ներգրավեն այդպիսի բարձրացնեն իրենց հմտությունները եւ կարողանան ավելի բարձրակարգ աշխատանքներ կատարել։ Այսինքն այդ 300,000-ի մեջ կանայք մեծ դեր են կազմելու, ինչ հաշվարկներ ունեք։ 300,000-ի մեջ կանայք մեծ դեր են կազմելու, ես կարծում եմ այդ 300,000-ի մեջ առնվազն մոտ 100,000 աշխատատեղը դա հենց կանանց է վերաբերվելու։ Մյուս կողմից մենք նաև այդ 300,000-ը դա միայն արդյունաբերությունը չէ, այնտեղ ընդամենը 100,000-ն է վերաբերվում արդյունաբերության ոլորտին, այնտեղ կա туриզմի ոլորտ, այնտեղ կա ծառայությունների ոլորտ ու այս ամենը միանշանակ նամանավան туриզմի ոլորտում կանայք էլի իրենց համար աշխատանք միանշանակ կգտնեն։ Տեսեք դուք այն ձեր ծրագիրը, երբ որ ես տեսա, արդեն ամբողջական ծրագիրը, որը հրապարակված էր, նախատեսում եք առնվազն տարեկան 8% տնտեսական աճ, երբ որ համադրում ենք 8% տնտեսական աճն ու 300,000 նոր աշխատատեղը, կարծես թե չեն համընկնում իրար հետ։
ինչպես է հնարավոր 8%-ի պայմաններում այդքան աշխատատեղ ապահովել։ Օրինակ վերջին տարիներին Հայաստանում տնտեսական աճը վատ չէր, մենք գիտենք իհարկե գործոնները, ինչի հետևանքով էր տնտեսության կառուցվածքը լավ գիտենք, բայց միևնույն է 8% արդյոք 8%-ի պայմաններում հնարավոր է արդյունաբերությունն այդպես աճեցնել, աշխատատեղեր ստեղծել։ Այ դուք եւս մի հատ շատ լավ հարց եք բարձրացնում։ Օրինակ նախորդ տարի Հայաստանի տնտեսական աճը եղել է 7.1%, բայց զբաղվածության թիվը չի ավելացել։ Կամ մոտ 1000 հոգով է ավելացել, այդ 1.176.000-ից դարձել է 1.177.000, սա 2025-ի նախնական ցուցանիշներն են, այս պահին այդ ցուցանիշները ունենք եւ այդ ցուցանիշների հիման վրա ենք ասում։ Շատ լավ հարց եք բարձրացնում, թե ինչպես է լինելու, որ օրինակ 8%-անոց տնտեսական աճը բերի աշխատատեղերի բարձրացմանը։ Պատասխանը հետեւյալն է. Հայաստանի տնտեսական աճը, որը որ եղել է նախորդ տարիներին, հենց դրա հիմնական խնդիրը, որ մենք դա այդքան քննադատում ենք, հենց դա է, Հայաստանի տնտեսական աճը չի եղել ներառական։ Այն եկել է հիմնականում այնպիսի ոլորտներից, որոնք շատ ժամանակ չեն եղել ներառական, եւ օրինակ եւ շատ ժամանակ այն ոլորտները, որոնք օրինակ չեն եղել արտահանելի նաեւ մյուս կողմից, օրինակ շինարարության ոլորտը, իսկ այն ոլորտներում, որոնք որ եղել են արտահանելի, այնտեղ էլ աճը չի եղել, չի եկել նրանից, որ ավելի շատ ապրանք կամ արտադրություն է կամ ծառայություն է մատակարարվել, ուղղակի ինչ որ տնտեսական կոնյունկտուրայի փոփոխության արդյունքում օրինակ հանքահումքի գներն են բարձրացել եւ դրա հետևանքով ասենք դուք թանկ հանքահումքը արդյունանելու համար նոր աշխատող բերելու կարիք չունեք, ուղղակի նույն աշխատողով դուք արդյունահանումը իրականացնելու եք եւ հետեւաբար ձեր մոտ լինելու է հնայի աճ, բայց չի լինելու զբաղվածության աճ։ Նույնը վերաբերվում օրինակ նախորդ տարի մեր IT ոլորտը 18% աճ է գրանցել, բայց եթե դուք նայեք այնտեղ էլ զբաղվածության աճ չկա եւ շատ տարօրինակ աճ է այդ 18% աճը, որը որ պետք է մի հատ նաև հասկանալ, թե ինչից է եկել, այնպիսի տպավորություն է, որ ինչ որ ընկերություն կամ ինչ որ մի քանի ընկերություն իրենց վաճառքների գներն են մեծացրել եւ դրա շնորհիվ ուղղակի իրենց մոտ աճ է եղել եւ տնտեսությունում այդ աճը նկատվում է։ Իսկ մեր դեպքում մենք հենց խոսում ենք մշակող արդյունաբերության զարգացումից, իսկ մշակող արդյունաբերության ոլորտում դուք չեք կարող ունենալ արտադրանքի աճ առանց նոր աշխատատեղեր ունենալու, որովհետև այնտեղ հիմնականում դուք հումք եք առնում, վերամշակում եք եւ վաճառում եք, ինքը նաեւ արտահանել, այստեղ մեծ ձեր տրվելու նաեւ արտահանմանը եւ երբ որ ձեր մոտ ձեր վաճառքի գինը բարձրանում է, սովորաբար նաեւ ձեր մոտ բարձրանում է հումքի գինը եւ հետեւաբար ձեր մոտ այն ավելացված արժեքը, որ մնում է, դա ձեր աշխատողների ստեղծած ավելացված արժեքն է եւ այդ ավելացված արժեքը բարձրացնելու միակ տարբերակը, որովհետեւ դուք ունենաք ավելի շատ ավելացրած արժեք, ամենահավանական տարբերակներից մեկը ձեր արտադրությունը մեծացնելն է, իսկ դրա տարբերակներից մեկը նաեւ այդտեղ մեծ դեր է խաղում հենց աշխատողների քանակի ավելացումը եւ դրա համար դուք մշակող արդյունաբերությունում որպեսզի ունենաք աճ, պետք է ունենաք աշխատատեղերի աճ եւ հետեւաբար ուրիշ ձև հնարավոր չի լինի, իսկ մեր դեպքում չի կարող լինել, որ մենք ունենանք 8%-անոց աճ, բայց չունենանք աշխատատեղերի աճ։ Այսինքն արդյունաբերության աճ ասելով ինչ նկատի ունեք, թեթև արդյունաբերությունը, մշակող արդյունաբերությունը Հայաստանը ինչ կարող է արտադրել, որ երկրներին կարող է դա առաջարկել եւ ինձ համար միևնույն է, էլի անհասկանալի է այդ աճը ինչ ընթացքով պիտի գնա, կարծեմ 300,000 աշխատատեղը դուք 5 տարվա համար եք ասում։ Արդյունաբերությունը ինչ ընթացքով պիտի գնա, որ այդքան աշխատատեղերն ավելանան։ Նայեք, եթե մենք նայենք 8% տնտեսական աճը, 8% տնտեսական աճը գալու է նրանից, որ 4.9%-ով տարեկան աճելու են աշխատողների քանակը, այսինքն հնան երբ որ աճում է, ինքը աճում է մի քանի բանի հաշվին։ Այն աճում է աշխատողների քանակի ավելացման հաշվին, աճում է կապիտալ ներդրումների աճին եւ հաշվին եւ աճում է տեխնոլոգիական նոր տեխնոլոգիաների հաշվին, այսինքն եթե դուք ինչ որ բան որպեսի շատ արտադրեք, դուք պետք է այս 3-ից մեկը ունենաք։ Բացառիկ դեպքեր լինում են, երբ որ նշեցի, երբ որ ձեր մոտ ուղղակի նոմինալ գինն է աճում ձեր արտահանման ժամանակավորապես, բայց մենք խոսում ենք երկարաժամկետ կայուն տնտեսական աճի մասին եւ հետեւաբար այս 8% տնտեսական աճի մեջ 4.9%-ը տարեկան կազմելու է ոնց որ հասնելու է աշխատողներին, մնացածը ոնց որ հասնելու է կապիտալի սեփականատերերին եւ տեխնոլոգիայի շնորհիվ է լինելու այդ աճը։ Պարոն Ֆարսյան, իմ պատկերացումը երկրորդ հարցին էլ պատասխանեմ, կներեք արտահանման շուկաները, տեսեք, այն արտադրանքի բարդությունը, որը որ մենք ունենք, այսինքն Հայաստանի արտադրության բարդությունը, եթե չեմ սխալվում, հիմա 0.1%-ի, 0.1 է,
համաշխարհային ինդեքսը։ Մենք բարդ ապրանքներով աչքի չենք ընկնում։ Եվ հետեւաբար դա բերում է իր հետ մի խնդրի, դրանք արտահանելու համար լոգիստիկայի տեսանկյունից անհարմար են, որտեղ իրանք բարձրարժեք ապրանքներ չեն, եւ մյուս կողմից էլ մենք հասկանում ենք, որ մենք չենք կարող հաշվի առնելով մեր աշխատուժի որակը հիմա պահանջել, որ մեր մոտ ստեղծվեն շատ բարձր արժեքի արտադրանքներ, իհարկե որոշ մասը դրան կվերաբերվի, մենք այնտեղ ծրագրում ենք նշել արտադրության բարդության տեսանկյունից, թե աշխատատեղերի որ մասը ինչքան բարդության արտադրանք է տալու, բայց մենք այս պայդրությամբ տեսնում ենք, որ մեր շուկաները դա հյուսիս-հարավ ուղղությունն է, դեպի արաբական երկրներ եւ դեպի Ռուսաստան, որտեղ մենք այդ շուկաներում ենք այս պայդրությամբ միայն մրցունակ։ Բայց արաբական երկրներ, օրինակ Էմիրատներին հետաքրքրում է Հայաստանից գնացող ոսկին վերջին տարիներին, երբ նայում ենք, եւ դա մեր ոսկին չի, դա ռուսական վերարտահանվող ոսկին է։ Ձեր կարծիքով օրինակ Էմիրատներին հայկական ինչ ուրիշ ապրանք կարող է հետաքրքրել։ Տեսեք, Էմիրատներին միայն հայկական ոսկին չի, որ հետաքրքրում է, Էմիրատներին նաև հետաքրքրում է օրինակ սնունդը, վերամշակված սնունդը, որը որ մենք չենք կարողանում պատշաճ որակի եւ քանակի եւ կայուն ձևով մատակարարել եւ հետեւաբար մենք այնտեղից ցանցեր չենք կարողանում մուտք գործել, իսկ երբ որ մենք կարողանանք այդ աշխատանքը կատարել, մենք կարողանանք այնտեղից ցանցեր մուտք գործել։ Մենք ունենք ավանդական շուկաներ, օրինակ Ռուսաստանի Դաշնությունը, մենք ունենք ավանդական շուկաներ, օրինակ որտեղ որ վաճառում ենք օրինակ ծխախոտ, օրինակ Իրաքը եւ հարակից տարածքները։ Մենք ԵՄ-ում էլ ենք որոշակի ապրանքներ վաճառում, բայց եթե դուք նայեք մեր $800 միլիոն արտահանումը, որ մենք կատարում ենք դեպի Եվրամիություն, այդտեղից մոտ $600 միլիոն դա էլի հանքահումք է, մոտ 60, մոտ 60 միլիոն դա ալյումինի թիթեղն է, որը որ ռուսալ ընկերությունն է վաճառում, մնացածը փոքր քանակի, օրինակ տեքստիլ ենք այնտեղ վաճառում, բայց դա էլ մի քանի ընկերության որ սեփական աշխատանքի արդյունքն է եւ ես օրինակ չեմ տեսել, որ պետությունը այդտեղ ինչ որ խրախուսում իրականացնի, որ այս մարդիկ կարողանան ավելի շատ արտահանել։ Մենք տեսնում ենք, որ մենք կարող ենք տեքստիլի ոլորտում եւ սննդի արդյունաբերության ոլորտում այս պայդրությամբ կարողանալ առաջընթաց գրանցել։ Մյուս կողմից մենք նաեւ հասկանում ենք, որ ավելի բարդ արտադրությունների պետք է հասնենք, բայց դա մի քիչ ավելի երկար ժամանակ է տանելու, այսինքն դա 1-2 օր տարվա աշխատանք չէ, դա օրինակ ավելի շատ մենք ավելի բարդ արտադրությունների կսկսենք անցնել երևի 3-4 տարիներին։ Այս պայդրությամբ մեզ պետք է արագ ոնց որ կարողանանք մարդկանց ներգրավել եւ ցույց տանք, որ իրոք հնարավոր է Հայաստանում այդ աշխատատեղերը ստեղծել։ Իմ պատկերացմամբ այն գործարանները, որոնց մասին դուք խոսում եք, որոնք պետք է ստեղծվեն, կամ պետք է ստեղծվեն ներդրումներով, տեղական կամ օտարերկրյա, կամ պետք է ստեղծվեն կապիտալ ծախսերի հաշվին, եթե իհարկե մեր հարկաբյուջետային կանոնները դա թույլ տալիս են, որովհետև կան սահմանափակումներ, ամեն ինչ չի, որ կարող ենք պետական պարտք վերցնել ու կառուցել։ Այսինքն նույնիսկ եթե ձեր ասած ցուցանիշներով հնարավոր է 5 տարում հասնել այդպիսի իրավիճակի, սկիզբը ինչպես պետք է դրվի։ Ֆինանսի հատվածը ոնց է լուծվելու։ Շատ լավ հարց եք բարձրացնում։ Տեսեք, Հայաստանի արտաքին ներդրումները նախորդ տարի, եթե չեմ սխալվում, $130 միլիոն կարգի են կազմել, դա շատ ցածր ցուցանիշ է։ Այո, ներդրումների մասով։ Մենք հիմա մեր տնտեսությունը ունի մոտավորապես հետևյալ տեսքը, Ռուսաստանի Դաշնությունից գալիս են փողեր տրանսֆերների, բանկային ոլորտի միջոցով, այսինքն բանկերը գործարքներ են անում վերաարտահանման հետ կապված, աշխատում են գումարներ, պարտքով տալիս են Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությունը ինչ որ խառը կապիտալ ծախսեր անում, հիմա էլ որոշել են ինչ որ օրինակ ակադեմիական քաղաք կառուցեն, առանց հասկանալու թե օրինակ այդ ակադեմիական քաղաքը պետքա թե պետք չէ։ Մենք ունենք մեր թիմը ունի մի հատ շատ լավ ուժեղ կողմ, մենք կարողանում ենք մարդկանց հետ գնալ տարբեր երկրներ ու պայմանավորվել։ Դա ես համարում եմ մեր թիմի ամենաուժեղ կողմը, մենք դա մի քանի անգամ արել ենք, նամանավանդ մեր բիզնես կյանքում դա այտենց մեր առօրյա աշխատանքի արդյունքն է եղել, աշխատանքի հիմնական նպատակն է եղել, որ մենք կարողանանք գնանք տարբեր երկրներում մարդկանց հետ պայմանավորվենք, ներդրում բերենք Հայաստան։ Որ երկրներում եք հաջողության հասել։ Օրինակ իմ փորձը եղել է Չինաստանում, որ մենք կարողացել ենք թիմով գնանք Չինաստան եւ այնտեղ օրինակ հետաքրքիր ներդրումային ծրագիր են մեզ առաջարկել, իսկ սկզբանե իրանք օրինակ հակված չէին մեր հետ ոնց որ փայով մտնել, բայց երբ որ տեսան մենք ովքեր ենք, որտեղից են գալի, ինչ ենք մեզանից ներկայացնում, իրանց մոտ այդ ցանկությունը առաջացավ։ Ես դա համարում եմ մեր թիմի ուժեղ կողմը, միանշանակ դուք ճիշտ եք, որ արտաքին ներդրումների կարիք լինելու է եւ դա պետքա անի էկոնոմիկայի նախարարությունը։ Մենք կարծում ենք, որ էկոնոմիկայի նախարարության աշխատելավոճը պետքա փոխվի։ Էկոնոմիկայի նախարարությունը պետք է դառնա ավելի
business oriented, ինքը այսինքն պետքա նախագծեր պատրաստի եւ այդ նախագծերը պետքա ինքը ներկայացնի ամբողջ աշխարհում միջազգային ընկերություններին։ Այդ միջազգային ընկերությունների հետ կապված մենք քանի որ ունենք որոշակի հարաբերություններ, մենք գտնում ենք, որ մենք կարող ենք այնտեղ մուտք գործել եւ մեր ծրագրերը ներկայացնել եւ հաջողության դեպքում այդ ընկերությունները գան Հայաստան, այսինքն եւ այստեղ ներդրումներ կատարեն։ Լսեք, այսօր ներդրումներ չեն կատարվում եւ ձեր կարծիքով, այսինքն կատարվում են, բայց քիչ են կատարվում, որքան էլ որ օրինակ իշխանությունները հայտարարում են, այսինչ ծրագիրն արվեց, այնինչ ծրագիրն արվեց, կան տարիներ, որ մեզ մոտ ներդրումների զուտ հոսքերը բացասական են, այսինքն ավելի շատ արտահոսք է եղել, քան ներհոսք, այնտեղ չհաշված վերաներդրումներ եւ այլն, այսինքն չենք կարող ասել, որ ներդրումների առումով մեր վիճակը լավ է։ Ձեր կարծիքով ի՞նչն է պատճառը, որ վատ է եւ ձեր ուժը ինչ պետք է անի, որ վիճակը լավանա եւ ինչու պիտի ներդրողը գա Հայաստան։ Տեսեք, Հայաստանի Հանրապետությունում կա մի խնդիր, երբ որ մեզ թվում է օրինակի համար մենք ինչ որ նույնիսկ եթե լավ բան ենք անում, դա դրսի ներդրողը տեսնում է։ Դրսի ներդրողը միանշանակ դա չի տեսնում։ Պետքա գնաք հասնեք իր դուռը եւ իրեն ցույց տաք։ Շատ ժամանակ դա շատ ծանր աշխատանք է գնալ հասնել այնտեղ, սպասել որ ձեզ հետ հանդիպեն, դուք խոսեք, այդ ներկայացնեք, դա միշտ չէ որ հեշտ է լինում, դա ամիսների աշխատանք է տևում, դա երկար, ծանր աշխատանք է եւ օրինակ կարող է 3 հոգու հետ խոսեք, մեկը նոր համաձայնվի, դա այսինքն այդտեղ նաև քանակն է կարևոր, քանի հոգու հետ հանդիպեցիք, ոնց հանդիպեցիք, ինչպես մատուցեցիք այդ աշխատանքը, դա շատ կարևոր մաս է, որը ես օրինակ որ չեմ նկատում, որ մեր իշխանությունների կողմից, մեր էկոնոմիկայի նախարարության կողմից կատարվի։ Իրանք շատ են խոսում, որ օրինակ բարեփոխումներ են անում, բայց այդ բարեփոխումները այնտեղ չեն հասկանում, չեն լսում, ոչ ոք չի բացելու Հայաստանի ինչ որ էկոնոմիկայի նախարարության կայքը եւ հայերենով կարդա թե ինչ է փոխվել, որովհետեւ Հայաստանը ունի ընդամենը 3 միլիոնանոց շուկա, ինքը շատ հետաքրքիր չէ արտաքին ներդրողի համար, բայց մենք տեսնում ենք, որ Հայաստանը կարող է դիրքավորվել որպես մի երկիր, որ երբ որ դրսի ներդրողը, որը որ ուզում է կատարել ներդրում, օրինակ ապրանք եւ ծառայություն արտադրել եւ այդ ապրանք եւ ծառայությունը մատակարարել մեր մոտակա տարածաշրջանում, մենք Հայաստանը դիրքավորենք որպես լավագույն երկիր, որտեղ որ ինքը կստանա քիչ թե շատ, չեմ ասում աշխարհի ամենաբարձր որակի աշխատուժը, բայց կստանա աշխատուժ, որը ունի բավականաչափ կարգապահություն, կստանա աշխատուժ, որը ունի բավականաչափ հմտություններ եւ կստանա կայուն միջավայր, որտեղ իր բիզնեսին չեն միջամտի եւ չեն ասի, օրինակ գիտեք ինչ կա, դու պետքա մենք պետքա որոշենք թե դու ոնց քո բիզնեսը անես։ Ես կարծում եմ, որ երբ որ այդքանը մենք կարողանանք անել եւ տանել ներկայացնել դրսի ներդրողներին, այդ ներդրողները հետաքրքրված կլինեն Հայաստանում բիզնես անել, արտադրել ինչ-որ բաներ եւ Հայաստանից արտահանել։ Իսկ անվտանգության խնդիրները։ Անվտանգության խնդիրները միանշանակ շատ սերտ կապ ունեն տնտեսության խնդիրների հետ։ Մեզ համար շատ կարեւոր է, որ Հայաստանը ունենա կայուն միջավայր իր հարևանների հետ։ Մենք շատ ինչ որտեղ հաշվի առնելով մեր պրագմատիզմը, որ մենք մեզ համարում ենք օրինակ պրագմատիկ մարդիկ, մենք նաև մյուս կողմից մենք չենք անում շատ էմոցիոնալ քայլեր, մենք բարձրագույն հայտարարությունների կողմնակից չենք եւ մենք նախորդից ստացած ժառանգության ինչքան էլ վատը լինի այդ ժառանգությունը, պատասխանատվությունը ստանձնող ենք եւ մենք պատրաստ ենք այդ նախորդից ստացած ժառանգությունը հասցնել այն լավագույն կետին, որը հնարավոր է։ Պարոն Ֆարսյան, տեսեք, դուք միջև ներդրողներին համոզեք, բանակցեք, գան Հայաստան, դա կարող են տարիներ տևել եւ դեռ հարցական է ամբողջությամբ ձեր ծրագրածով իրենք կգան թե չէ։ Ուրիշ ինչ աղբյուրներ կան, օրինակ մարդիկ, որոնք ուզում են ձեզ ընտրել, հույս ունեն, որ Սամվել Կարապետյանը կարող է իր սեփական միջոցներով օրինակ ինչ որ բաներ կառուցել, ինքը ներդրում անել, կան այդպիսի ծրագրեր։ Տեսեք, նախ այո, պարոն Կարապետյանը արդեն հայտարարել է, որ 1 միլիարդ դոլար ներդրվելու է туриզմի ոլորտում, ինչը իմ կարծիքով շատ կարևոր է, որովհետև туриզմը ինքը որտեղից է ներդրվելու։ Իր սեփական միջոցներից։ Այո, իր սեփական կամ իր ընկերների հետ, այդ մանրամասն այդքան ես չեմ կարող ասել, թե որ մասով կներդրի, բայց այդ հայտարարությունը արդեն արվել է եւ այդ հայտարարությունը միանշանակ իրագործվելու է ու շեշտը շատ է դրվելու հենց մեր մայրաքաղաքի վրա ենթակառուցվածքների զարգացման վրա, որտեսի տուրիստը երբ որ գա Հայաստան, ինքը ամենաբարձրակարգ ծառայությունները ստանա։ Երկրորդ, մենք ունենք հարաբերություններ այս պայմանությամբ արդեն տարբեր երկրներում տարբեր ներդրողների հետ եւ այդ ներդրողները միանշանակ կգան եւ համոզված եք, որ միանգամից գալու են հենց ձեր ուժը ընտրվել։ Ես առնվազն մեկ պրոյեկտ գիտեմ, որը որ միանշանակ կապված իհարկե ընտրությունների արդյունքից այդ պրոյեկտը կիրագործվի։
դա մեծ պրոյեկտ է Հայաստանի համար եւ դա բավականին խոստումնալից պրոյեկտ է։ Ձեր ուժը շատերի կողմից ասոցացվում է որպես ռուսամետ ուժ, եւ վերջին օրերին մենք տեսնում ենք, որ հանելուկային ձևով, սա ճակերտավոր եմ ասում, հայկական ապրանքները, ամենաթարմ օրինակները ծաղիկներն են, պտուղ եւ բանջարեղենը հանկարծ դարձան վտանգավոր ռուսական շուկայի համար։ Սա իհարկե շատերի կողմից մեկնաբանվում է որպես քաղաքական հաշվեհարդար Հայաստանի ԵՄ-ին մերձենալու հայտ ներկայացնելու հետ կապված։ Դուք ինչ եք կարծում սրա մասին եւ ինչ պլաններ ունեք։ Տեսեք, մենք մեզ չենք համարում ռուսամետ ուժ, մենք մեզ համարում ենք ուժ, որի շահերի կենտրոնը դա Հայաստանի Հանրապետությունն է։ Երկրորդ, բայց մենք չենք նաև համարում մեզ հակառուսական ուժ, այսինքն մենք չենք մտածում, որ պետք է անենք այնպիսի գործողություններ, որ ավելորդ կգրգռեն տարածաշրջանի պետություններին, ընդհանրապես ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև մնացած բոլոր պետություններին։ Մենք զգուշավոր եւ պրագմատիկ քաղաքականության հետևորդ ենք, մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է հաշվի առնելով նաև իր այսօրվա խնդիրները, հաշվի առնելով իր ունեցած ռեսուրսները, Հայաստանի Հանրապետությունը իրավունք չունի լինել անզգույշ եւ կատարի արկածախնդրություններ ինչ որ, որպեսզի առանց լրացուցիչ հաշվարկներ անելու։ ԵՄ-ի հետ կապված մերձեցումը, տեսեք, ԵՄ-ի հետ կապված մերձեցումը մենք ավելի շատ այնպիսի տպավորություն է, որ դա արվում է ոչ թե նրա համար, որ ԵՄ-ի հետ մերձենանք, այլ ավելի շատ արվում է, որպեսզի ցույց տանք, որ ԵՄ-ի հետ մերձենում ենք, որովհետև օրինակ այդ ՍԵՊԱ-ի համաձայնագիրը, որ շատ է խոսվում, օրինակ եթե շատ են ուզում մարդիկ ԵՄ-ի հետ մերձենալ, ես կարծում եմ, որ առաջին այդ ՍԵՊԱ-ի համաձայնագիրը պետք է ամբողջությամբ ավարտած լինեին, բայց 8 տարի այդ համաձայնագիրը կա ու գրեթե ոչինչ չի արված, մենք չենք լսում, որ այնտեղ ինչ-որ բան արված լինեն։ Այդ ներքին բարեփոխումները Հայաստանում ընդհանրապես չեն արվում։ Դատաիրավական համակարգը չի բարեփոխվում եւ իշխանությունների այդ տարանջատման սկզբունքը չի պահպանվում։ Եվ հետեւաբար ես չեմ կարծում, որ Հայաստանում իրականում կա գործընթաց ԵՄ-ի հետ մերձենալու։ Մյուս կողմից հասկանալի է, որ Ռուսաստանը ինքը ունենալու ավելի նյարդային վերաբերմունք այն հանդեպ, երբ որ իր դաշնակից ասում է, գիտեք ինչ կա, ես ուզում եմ ԵՄ-ի հետ միանամ, բայց ԵԱՏՄ-ից դեռ դուրս չեմ գալիս, ստեղ ես մի քիչ փող կաշխատեմ ես ԵԱՏՄ-ում ես վերարտանումների հաշվին, ձեր հաշվին, հարգելի գործընկերներ, բայց դուք սպասեք, ես հենց այնտեղ իմ հարցերը լուծեմ, ստեղից դուրս եմ գալու, ես կարծում եմ դա ազնիվ եւ ճիշտ մոտեցում չէ։ Եթե Հայաստանի իշխանությունները որոշել են, որ իրենք պետք է գնան ԵՄ, ես կարծում եմ լավ կլինի, որ նրանք պարզ ճակատով այդ ամեն ինչը հայտարարեն եւ հայտարարեն նաեւ այդ ամեն ինչի գինը, որտեղ մյուս կողմը ոնց որ թե պարզ հայտարարում է թե ինչ է լինելու դրա հետևանքով, որպեսզի մեր հասարակությունն էլ պարզ իմանա թե այդ ամեն ինչը, որ ինքը օրինակ իր ձգտում է ենթադրենք, որ կա դեպի ԵՄ գնալու, իր վրա ինչ է արժանալու։ Հասարակության մի մասն օրինակ երեկվա մեր նյութերի արձագանքներից եմ ասում, մտածում են, որ ոչինչ, թող ծաղիկ արտահանողը տուժի, թող հացահատիկ չկա, թող գազը թանկանա, բայց թող մենք մեր կախվածությունը Ռուսաստանից նվազեցնենք եւ դեպի Եվրոպա գնալով լինենք ավելի ազատ, մի քանի տարի հետո կսկսենք աճել։ Տեսեք, դա ցանկացած երկրի, ցանկացած քաղաքացու իրավունք է որոշել իր ապագան այնպես, ինչպես իրենք են տեսնում։ Ես կարծում եմ, որ Հայաստանի տնտեսական շոկը շատ մեծ է լինելու եւ նաեւ ինձ շատ ժամանակ թվում է, որ այդ մարդիկ, որոնք այդպես են արտահայտվում, մինչև վերջ չեն պատկերացնում այդ տնտեսական շոկի հետևանքները։ Մյուս կողմից Հայաստանը շատ հեռու է գտնվում Եվրոպական միությունից եւ մենք նույնիսկ իրենց հետ սահման չունենք եւ այս պայդրությամբ ես չգիտեմ, օրինակ ենթադրենք մենք գնում ենք դեպի Եվրոպական միություն, տնտեսական առումով մենք ինչ հարաբերությունների մեջ ենք լինելու իրենց հետ, նույնիսկ եթե դուք նայեք Եվրոպայի միության ծայրամասային երկրները Բուլղարիան եւ Ռումինիան, նույնիսկ նրանք մեկ շնչի հաշվի հնայով այնպես չէ որ լավագույն տեղում են գտնվում եւ հետեւաբար ունենալով այդքան մոտ սահմաններ ԵՄ-ի հետ եւ մեծ հարց է, թե մենք օրինակ որ ձգտումը որ ունենք, ԵՄ-ի ձգտումը շատ ժամանակ նվանում է YouTube-ի մոնետիզացիային արդեն, որ տենց երկար տարիներ ուզում էինք մոնետիզացիան լինի, հետո որ եղավ, ասենք, դե լավ, ընդհանրապես պետք չէր։ Ես կապսոսամ, որպեսզի որ մեր քաղաքացիները սխալվեն, այսինքն առանց միջև վերջ իրենց մեջ հաշվարկ անելու, թե դա ինչ է արժանալու Հայաստանի Հանրապետությանը, գնան այդ ճանապարհով, իսկ եթե մեր քաղաքացիները լիարժեք գիտակցում են, եթե մեր իշխանությունները ունեն հստակ պլան, թե ինչ ճանապարհով են նրանք դա ուզում անեն եւ վերջնական արդյունքում մենք ինչ ենք դրա դիմաց ստանալու, ես լավ կլինի, որ նրանք այդ պլանը ներկայացնեն մեր հանրությանը եւ մեր հանրությունը որոշի ինքը ուզում է ԵՄ գնա, թե չէ։
Շատ լավ, ձեր ծրագրի մյուս դրույթներին անդրադառնանք, որ էլի շատ է քննարկվել, բայց միևնույն է կան նորից հարցեր, ՓՄԶ-ի համար առաջարկում եք 0% շրջանառության հարկ։ Խնդրում եմ ասել, ինչ հաշվարկներ կան սրա հիմքում եւ վերջին շրջանում ՓՄԶ ներկայացուցիչները հանդիպումներ են ունենում քաղաքական ուժերի հետ եւ այստեղից եթե ընդհանուր գլոբալ առանձնացնենք, ՓՄԶ-ի խնդիրը հիմա ոչ թե դրույքաչափն է, այլ ֆինանսների անհասանելիությունը։ Դուք ինչ վերլուծություն ունեք։ Տեսեք, մենք նույնպես հանդիպել ենք ՓՄԶ ներկայացուցիչների հետ եւ շնորհակալ ենք նրանց հանդիպումը կազմակերպելու համար, շատ բովանդակալից հանդիպում էր ստացվել։ Հայաստանի Հանրապետությունում շրջանառության հարկից բյուջե մուտքերը կազմում են մոտ 70 միլիարդ դրամ եւ այն ժամանակ, երբ որ 5% էին հավաքում, եթե չեմ սխալվում, մոտ 50 միլիարդ դրամ էր հավաքագրումը, այսինքն շրջանառության հարկի դրույքաչափը կրկնապատկելուց հետո այնպես չէ, որ այդ հավաքագրումը կրկնապատկվել է։ Սովորաբար, երբ որ հարկերի դրույքաչափը շատ եք բարձրացնում, տնտեսվարողի մոտ առաջանում է հակվածություն մտնել ստվեր։ Մենք տեսնում ենք, որ փոքր եւ միջին բիզնեսի վրա բիզնեսում ՓՄԶ ոլորտում ստվերը բավականին մեծ է եւ մենք այս քայլով ուզում ենք հասնել նրան, որ այդ ոլորտում ստվերը ընդհանրապես վերացնենք եւ այդ մարտիկ այլ ընդհանրապես չունենան ոչ մի խթան ստվերի մեջ լինելու եւ դուրս գան ստվերից, դա կբերի նրան, որ արդեն խոշորի համար էլ աշխատանքը կհեշտանա։ Մյուս կողմից էլ վարչական ռեսուրս կխնայվի, իսկ այդ գումարների մի մասը, այսինքն այդ 70 միլիարդից առնվազն 40 միլիարդը մենք ակնկալում ենք, որ օրինակ այլ հարկերի տեսքով, որտեղ այդ մարդկանց ձեռքին է մնալու, իրենք նորից գնումներ են անելու, այդ եւ գնալու են նույն խոշոր ոլորտ, օրինակ, չգիտեմ, ԱՀ-ով են այդ գնումը կատարելու կամ ինչ-որ այլ ոլորտ ձևով են այդ գնումը կատարելու եւ նորից նույն ձևով հետա գալու պետական բյուջե եւ պետական բյուջեի վրա ազդեցությունը մեծ չի լինելու։ Իսկ ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, հենց այդ նույն ստվերի խնդիրը ինքը նաեւ բանկերի համար է շատ ժամանակ խնդիր, որտեղ բանկերը իրականում չեն տեսնում շատ ժամանակ փոքր եւ միջին ձեռնարկությունների կազմակերպությունների իրական շրջանառությունը եւ դա նրանց համար բարձրացնում է ռիսկայնությունը, հաշվի առնելով այս ամենը բանկերը ավելի քիչ հակված են ՓՄԶ ոլորտին ֆինանսավորելու, որտեղ այն ավելի ռիսկային է, մյուս կողմից էլ պետությունը այս պայդրությամբ արդեն երևի 10%-ով վարկավորում է վերցնում, վարկ է վերցնում բանկերից եւ բանկերը ավելի հակված են պետությանը ֆինանսավորելու եւ հետեւաբար ՓՄԶ ոլորտի համար ավելի դժվար է դառնում ֆինանսավորում բանկերից ստանալը։ Մենք կարծում ենք, որ ստվերը վերացնելով, մյուս կողմից մենք նաև պարտքի զսպման քաղաքականության կողմնակից ենք, ավելի քիչ պարտք վերցնելով, մենք կարողանանք հասնել նրան, որ նաև բանկերը ավելի հակված լինեն հենց այդ նույն ՓՄԶ ոլորտին եւ ընդհանրապես բիզնեսի ֆինանսավորման ավելի մեծ գումարներ հատկացնելու։ Իսկ ձեր այս քայլը ընդհանրապես հարկեր վճարելու մշակույթին Հայաստանում չի հարվածի, որը առանց այն էլ այդքան էլ լավ վիճակում չի։ Նայեք, հետաքրքիր հարց եք բարձրացնում, հարկեր վճարելու մշակույթը այնպես չէ, որ ինքը կախված է միայն դրույքաչափից։ Հարկեր վճարելու մշակույթը ինքը կարող է շատ արագ փոխվել նաև նրանից, որ տեխնոլոգիաներն են զարգանում, այսինքն այն հանգամանքը, որ մենք բոլորը սկսել ենք վճարային քարտերով օգտվել, դա բերում է նրան, որ արդեն տնտեսվարողի համար էլ է դժվարանում ինքը այդ հարկերից խուսափելը։ Բայց ամեն դեպքում մենք այն կարծիքին ենք, որ դրույքաչափը իջեցնելը չի բերելու նրան, որ բոլորը մտածեն, որ իրենք պետքա դուրս գան եւ չգիտեմ, տրոհվեն, օրինակ իրենց Այո, այդ ռիսկը Հայաստանում բայց դա շատ ռեալ ռիսկ է։ Հայաստանում հաշվի առնելով ներկա իրողությունները, երբ պետական եկամուտների կոմիտեն կարելի ասել ունի ամբողջական ինֆորմացիա բոլոր տնտեսվարողների մասին, մենք այդ տրոհման ռիսկը չենք տեսնում եւ այդ տրոհման ռիսկը իրականում շատ վերահսկելի է, հարկային օրենսգիրքը բոլոր գործիքակազմը տալիս է, որ դուք վերահսկեք, որ խոշորը չտրոհվի եւ մասերի չբաժանվի։ Բայց դա նաև մեծ ռեսուրս է, չէ՞, պահանջում վարչական, այսինքն ՊԿ պիտի մի խումբ միայն դրա համար նախատեսի, որ ամեն օր այդ մարդկանց հետևից գնան, տեսնեն ինչպես տրոհվեցին, այս երկու փոքր խանութները ինչ կապ ունեն իրար հետ։ Ես հետաքրքիր ցուցանիշ ասեմ, Հայաստանի Հանրապետության 1000 խոշոր տնտեսվարողները վճարում են Հայաստանի հարկային մուտքերի 70%-ից ավելին։ Այսինքն իրականում այնպես չէ, որ մեր հարկերի մեծ մասը, օրինակ վճարում են, չգիտեմ, 100 հազարավոր տնտեսվարողներ, որ իրանց վերահսկելը այդքան դժվար է։ Եթե դուք իրականում վերահսկում եք սահմանի վրա, եթե դուք կարողացել եք հասնել նրան, որ ՓՄԶ փոքր բիզնեսը ինքը արդեն չունենա ոչ մի նպատակ ստվերում գտնվելու, եւ եթե դուք կարողանում եք վերահսկել խոշորին կարևոր կետերում, ապա դուք, ես ձեզ վստահեցնում, նույնիսկ առանց շատ էական վարչարարության կարողանաք հասնել նրան, որ ձեր մոտ ստվերը քիչ լինի։
Անդրադառնալով բյուջեին, դուք մի քանի ծրագրեր եք ներկայացրել, օրինակ, որ 4-րդ երեխայի ծնունդի հետ կապված միանվագ 2 միլիոն դրամ է տրամադրվելու, հաջորդող մյուս երեխաների համար արդեն անվճար բնակարաններ են տրամադրվելու։ Տեսեք, այսօր էլ կան ծրագրեր բազմազավակ ընտանիքների համար, ամսական 50,000 դրամներ, կամ իշեմ, երբ որ 2 միլիոն դրամ ուղղվում է ընտանիքի հիպոթեկին։ Դուք այդ ծրագրերը ինչպես եք պատկերացնում, նախ փորձենք հասկանալ, հին ծրագրերը մնում են, գումարվում է ձեր ասած ծրագիրը, թե հները հանվում են, փոխարինվում է ձեր ծրագրով։ Հին ծրագրերի մի մասը կփոփոխվեն, մեզ համար կարևոր է, որպեսզի իրականում մենք ունենանք բնակչության աճ, դեմոգրաֆիական աճ, որովհետև մենք տեսնում ենք, որ այսօր դա Հայաստանի թիվ 1 խնդիրն է, իրականում մեր ամենաֆունդամենտալ խնդիրը երևի դեմոգրաֆիայի խնդիրն է։ Ծրագրերի մի մասը իհարկե կարող են մնալ, ես այս բանին չեմ կարող ասել, որ մասը կմնա, որովհետև դա լրացուցիչ վերլուծության կարիք ունի, բայց մենք տեսնում ենք, որ այն բոլոր դեպքերում, երբ որ ծրագիրը դեպի լավն է գնալու, մենք այդ ծրագրերը կփոխենք դեպի լավով, իսկ այն բոլոր դեպքերում, որ ծրագիրը իրականում մենք շարժվում ենք այն ճանապարհով, որ պետք է գնահատական տանք, այսինքն եթե ծրագիրը ազդեցություն չի ունեցել, ծրագիրը պահելու իմաստ չունի, իսկ եթե ծրագիրը ազդեցություն է ունեցել եւ մենք դրա ավելի ենք լավացնում, միանշանակ ավելի լավ ծրագիր կառաջարկենք։ Բայց կարող է չէ՞ նաև վերլուծեք եւ տեսնեք, որ բյուջեի համար մեծ բեռ է ավելանում։ Միանշանակ ինքը բյուջեի համար մեծ բեռ է ավելանում, բայց ես դες ասեմ, որ մենք հաշվարկել ենք եւ նույնիսկ այն 20% օրինակ ուսուցիչների աշխատավարձերի բարձրացումը, 20% բժիշկների աշխատավարձերի բարձրացումը, 40,000 դրամ զինվորական ժամկետային զինծառայողներին ամսական աշխատավարձ, այդ բոլորը իրար հետ միասին այնքան մեծ բեռ չեն Հայաստանի Հանրապետության բյուջեի համար, որը շատ ժամանակ մեր քաղաքացիները պատկերացնում են։ Դրա հավելաճը տարեկան մոտ 400 միլիոն դոլար էր ընդհանրապես կազմում։ Իսկ այդ բոլոր ծրագրերը, որ մենք անեինք, 400-ից 500 միլիոն դոլար էր կազմում։ Բայց մենք ունենք նաև ծրագրեր, որոնք իշխանությունները վերջին տարիներից ստանձնեցին, չգիտեմ, որոշ դեպքերում հայտարարում է, որ դրանք նախընտրական ծրագրեր են ընտրությունների ժամանակ մարդկանց իրենց կողմը բերելու թոշակների բարձրացում, առողջապահության օրինակ ապահովագրության գծով տարեկան 40-ից 50 միլիարդ դրամ ավելանում է բյուջեի վրա բեռ, սոցկրեդիտների վերադարձ 70 միլիարդ դրամ, եկամտային հարկի վերադարձ ավելի քան 100 միլիարդ դրամ, երբ որ գումարում ենք իրար հսկայական փողեր են լինում, հիմա գումարում ենք ձեր ասածները, մեր բյուջեն կարողանում է այդքանի տակից դուրս գալ։ Մեր բյուջեն իրականում բավականին խնդիրներ ունի, մենք տեսեք ինչ խնդիր կա։ Մենք 2021 թվականից սկսած իշխանությունները դեռ նախորդ չէ, բայց իշխանությունները խոստացել են, որ իրենք կբարձրացնեն թոշակները, բայց ինչ արեցին իրենք։ Իրենք երկար ժամանակ թոշակները չէին բարձրացնում, երբ որ եկավ նախընտրական ժամանակաշրջանը, իրենք հասկացան, որ կարող է դժգոհություն ունենան թոշակառու քաղաքացիների մոտ եւ իրենց չընտրեն եւ նախընտրական առումով այդ թոշակները մարդկանց բարձրացրեցին, նույնիսկ այն դեպքում, երբ որ հայտարարել էին, որ այդ քայլին չեն գնալու։ Թոշակների բարձրացումը, երբ որ իրանք անեին 2021 թվականին, դա նրանց կստիպեր, որ բյուջետային քաղաքականությունում իրենք ավելի զսպված լինեն եւ չկատարեն այնպիսի ծախսեր, որը որ մեր պետական պարտքը այսքան կմեծացներ։ Շատ մեծ կապիտալ ծախսեր են արվում շինարարության եւ տարբեր ոլորտներում, որոնք շատ կասկածելի որակ ունեն, օրինակ եթե դուք Երևան քաղաքով հիմա վարորդեք ու վարում եք, դուք կտեսնեք, որ Երևան քաղաքի ասֆալտը ինչքան էր արվում են, մեկը քանդվում է, այսինքն կասկածելի է, թե այս շինարարությունը ինչպես են անում։ Կապիտալ ծախսերի գծով մենք տարեկան չհաշված բանակում կապիտալ ծախսերը մոտ 400 քանի միլիարդ դրամ ծախսում ենք եւ մեծ կասկածելի է, թե ինչքանով են այս ծախսերը նպատակահարմար իրականացվում եւ մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետության բյուջեում կա ռեսուրս, որը հնարավոր է վերաուղղել դեպի ավելի շատ սոցիալական հարցեր, թեև մենք մեզ չենք համարում շատ սոցիալական ուղղվածություն ունեցող քաղաքական ուժ, բայց մենք նաև հասկանում ենք, որ այն աղքատության մակարդակը, որը որ Հայաստանում կա, այն խնդիրները, որոնք որ Հայաստանում կան, դրանք պետք է լուծել եւ առանց դրանց լուծելու մենք ոչ մի լավ բանի չենք հասնի եւ միանշանակ բյուջետային որոշ միջոցներ, որոնք չեն իրագործվում պատշաճ ձևով, դրանք ուղղվելու են դեպի սոցիալական հարցերի լուծմանը։ Այսինքն բացի կապիտալ ծախսերից կան ինչ որ օրինակ այսօր եղած ծրագրեր, որ դուք մտադիր եք հանել այդ ծրագրերը։ Միանշանակ մենք չենք անելու ակադեմիական քաղաքի ծրագիրը, դա միանշանակ։ Մենք առողջապահության ապահովագրության ծրագրում այս պայծրությամբ մենք չունենք դեռ լիարժեք տվյալներ, թե այնտեղ ինչ է կատարվում։ Ավելի շատ այդ առողջապահության ապահովագրության ծրագիրը ինքը թողնում է պետպատվերի ընդլայնման տպավորություն
եկեք սպասենք մի քիչ ժամանակ անցնի, հաշվետվությունները գան, մենք տեսնենք այդ ծրագրում ինչ է կատարվում, բայց միանշանակ մենք տեսնենք, որ այնտեղ էլ հնարավոր է բարեփոխումներ իրականացնել, մատուցել ավելի լավ ծառայություններ, ավելի քիչ գումարներով։ Դուք մի քանի անգամ շեշտեցիք մեր պետական պարտքի մասին, այսօր գրեթե 15 միլիարդ դոլարի կարծում արդեն անցած էլ կլինի, ես նախորդ 2 ամիսների վիճակագրությունն եմ ասում, այդքան պետական պարտք ունենք, ձեր կարծիքով ձեր ուժը որքանով է հույսը դնելու պետական պարտքի վրա, ինչ ծրագրեր կան, որոնք պետք է այսպես թե այնպես արվեն արտաքին միջոցները, որովհետև մեր բյուջեն դեֆիցիտով է։ Շատ լավ հարց եք բարձրացնում, տեսեք Նաև ես այստեղ կուզեի հենց արդյունաբերության ոլորտի ու մնացած ոլորտների ներդրումների հետ կապված խոսել։ Ինչ է տեղի ունեցել Հայաստանում 2021 թվականից հետո։ 2018 թվականին Հայաստանի Հանրապետության բանկերի պորտֆելում արդյունաբերությանը վերաբերող վարկերը կազմել են ընդհանուր պորտֆելի 21%-ը, հիմա մոտավորապես 8% են հասել։ Այսինքն 2021-18 թվականից հետո գնացել է ագրեսիվ շինարարություն, որը խրախուսվել է պետության կողմից եւ պետությունը դա արել է նաև պետական պարտքի ավելացման հաշվին։ Արդյունքում մենք ունեցել ենք մի իրավիճակ եւ բիզնեսմենների համար ավելի տնտեսապես շահավետ է դարձել ներդրումներ կատարել շինարարության ոլորտում եւ ավելի քիչ արդյունաբերության ոլորտում։ Արդյունքում մենք ունենք մի իրավիճակ, երբ որ շինարարության ոլորտը իր մեջ պետական պարտքն է ներգրավել եւ այս պետական պարտքն էլ եկել է Ռուսաստանի Դաշնությունից։ Շատ ժամանակ մենք խոսում ենք, որ Հայաստանը իր պետական պարտքը ավելացնում է ներքին ռեսուրսների հաշվին, բայց այդ ներքին ռեսուրսների մեծանալը դա պայմանավորված է եղել 2022 թվականի պատերազմով։ Եթե չլիներ 2022 թվականի պատերազմը ռուս-ուկրաինական, խիստ կասկածելի է, որ Հայաստանի Հանրապետությունը կկարողանար այդքան ռեսուրսներ ներգրավել։ Այսինքն բանկերի մոտ գոյացել է լրացուցիչ փող, դա էլ պարտք են տվել պետությանը։ Այո, պետությունը դարձել է բանկերի, կարելի ասել, թիվ 1 պարտատերը, ամենաշատ պարտքերը պետությունն է վերցնում եւ բանկերի համար էլ կենսաթոշակային ֆոնդեր։ Այո, բանկերի համար էլ նպատակահարմար է հենց պետությանը տալ այդ վարկերը եւ պետությունը ակտիվորեն ներգրավում է եւ տոկոսներն են բարձրացել, այս պայմանությամբ պետությունը մոտ 10%-ով է ներգրավում, ինչը արդեն բիզնեսին է սկսել խանգարել, բիզնեսն էլ չի կարողանում գնալ եւ այդ տոկոսներով վարկեր վերցնել։ Մենք ագրեսիվ պարտք ներգրավելու կողմնակից չենք, ես ձեզ ասեմ ավելին, եթե դուք գնում եք արտահանման տնտեսության ուղղությամբ, դուք կարող եք շատ հանգիստ ներգրավել արտարժույթով վարկեր դրսից, միանշանակ մեր համար դա այնպես չի լինելու, որ մենք առանց նորմալ ֆինանսատնտեսական գնահատականի այդ պարտքերը ներգրավենք, բայց մենք տեսնում ենք, որ ավելի լավ է, որ Հայաստանի Հանրապետությունը ունենա արտահանման ուղղված տնտեսություն, ներգրավի, չգիտեմ, օրինակ 4 կամ 5 դոլարով դոլարային վարկեր, դա ուղղի հենց արդյունաբերության ոլորտին եւ այդ արդյունաբերությունը ունենա արտահանման ուղղություն, որը նաեւ հենց այդ փոխարժեքային ռիսկը ապահովագրված կլինի, որովհետեւ երբ որ ձեր մոտ փոխարժեքի խնդիր առաջանա, ձեր մոտ արտահանումն է թանկանալու եւ մյուս կողմից, այսինքն դուք պարտքի սպասարկման խնդիր չեք ունենալու, որտեղ դուք հատուկ այդ նպատակով եք այդ պարտքերը ներգրավել։ Բայց մեր պետությունը գնացել է հակառակ ուղղությամբ, մենք ներգրավել ենք պարտք դրամով, պայմանավորված կարճաժամկետ էֆեկտով եւ այդ պարտքը ծախսել ենք ոչ նպատակահարմար, այսինքն մեր հիմնական ուղղությունը, որ մենք այս պարտքը ծախսել ենք, դա եղել է շինարարության ոլորտը, դա եղել են սոցիալական հարցերը եւ արդյունքում մեր մոտ նաեւ ավելացել է ներմուծումը։ Մենք ունեցել ենք կարճաժամկետ եկամուտ, որը ճիշտ չենք ծախսել։ Ձեր ծրագրում, քանի որ շինարարության ոլորտից խոսեցիք, ես ֆիքսել եմ, որ ձեր ծրագրում խոսվում է նաև եկամտային հարկի վերադարձի ծրագրի մասին, բայց լավ հասկանալի չէր, թե դուք ինչ եք նախատեսում, քանի որ շատ են շահառուները այդ ծրագրի, խնդրում եմ նաև այդ մասին բաց ասել, ծրագրի հետ կապված ինչ հետագա պլաններ ունեք։ Եկամտային հարկի ծրագիրը մենք չենք վերագործարկի, որտեղ այդ ծրագիրը ինքնին ինքը կարող է քաղաքացու համար լավ ծրագիր է, իմ կամ ձեր համար լավ ծրագիր է, այն բոլոր մարդկանց համար, ովքեր որ օգտվել են, լավ ծրագիր է, բայց Հայաստանի Հանրապետության տնտեսության համար ինքը դարձել է շատ վնասաբեր ծրագիր եւ ինչ է ինքը անում։ Մենք ավելի այլ կողմն ինքը բերել է նրան, որ մյուս կողմից թանկացել է վարկավորումը, այսինքն բանկերը ավելի բարձր տոկոսներով են տալիս, որտեղ կա պահանջարկը բարձրացել։ Մյուս կողմից կառուցապատողներն են մեծ գումարներ աշխատում, որտեղ էլի կա պահանջարկ։ Պետությունը կարծում եմ պետք է գնար այն ճանապարհով, որպեսզի չթողներ այդքան գումար գնա շինարարության ոլորտ, կամ եթե թողնում էր գնա, ապա այնպես աներ, ինչ որ վերին գնի շեմ սահմաներ, ասեր, եթե դուք ուզում եք օգտվել եկամտային հարկի օրենքից, ձեր համար պետք է օրինակ չգիտեմ, քառակուսի մետրի գինը
այսքանից ավել չլինի, բայց իրենք Կարծեմ այսօր կա վերին շեմ սա։ Կա գնի շեմ, այսինքն բնակարանի ընդհանուր գնի շեմ, բայց կարծեմ պետք է դնել բանի շեմ, այսինքն հենց քառակուսի մետրի շեմ, որպեսզի դա չբերեր նրան, որ կառուցապատողների մոտ առաջանար գայթակղություն գները այսքան բարձրացնելու։ Հայաստանի Հանրապետության տնտեսությունում այս պայմանությամբ տնտեսվարողները այդքան էլ հակված չեն ներդրումներ կատարել այլ ոլորտներում, բացի շինարարության ոլորտից, եւ դա հենց եւս մեկ անգամ խոսում են նրա մասին, թե ինչու է օրինակ Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ում, եթե 2018 թվականին, չէ 21 թվականին արտահանում բաժանած ՀՆԱ այդ հարաբերակցությունը եթե այն ժամանակ 21% էր, ապա հիմա իջել է 13%, այսինքն մեր ՀՆԱ-ն աճել է, որովհետեւ անցած տարի շինարարությունն ամենաշատն է նպաստել մեր տնտեսական աճին։ Շատ լավ, իսկ վերագործարկել ասելով ծրագրի դուք նկատի ունեք, որ հին շահառուներ կշարունակեն օգտվել, բայց նորերի համար արդեն չի լինի։ Նոր շահառուներ չեն։ Մենք ունենք թիրախային խմբեր, օրինակ ծրագիրը վերաբերվելու առաջին հերթին զինվորականներին, ովքեր։ Չէ, նկատի ունեմ եկամտային հարկ, այսինքն շահառուներ, որոնք այսօր կնքել են պայմանագիր, այսօր չէ, օրինակ 5 տարի առաջ, իրենց համար ծրագիրը շարունակվում է, այդ նոր շահառուների համար չի լինելու։ Նոր շահառուներ չեն լինելու։ Չէ, այն շահառուները, ովքեր որ այս պայդրությամբ կան, ովքեր որ օգտվում են եկամտային հարկից, մենք ծոր հետ գնալու տրամադրություն չունենք, ոչ էլ մտածում ենք, որ մարդկանց վատթարացնող դրույթ չի լինի։ Ոչ, վատթարացնող դրույթ չի լինի, բայց ինքը չի շարունակվելու, որովհետև մենք կարծում ենք, որ պետություն, իսկ նոր ծրագրեր չեն իրականացվելու դրանով։ Ինչ որ կա, ինքը պետք է արդեն քիչ-քիչ ոնց որ փակվի ու դուրս գա, որպեսզի նաև կապիտալը շինարարության ոլորտից դուրս գա եւ գնա այլ ոլորտներ։ Մենք ունենք մի հատ մեծագույն խնդիր այդ մասով, դուք ճիշտ եք ասում եք ներդրումները որտեղից եք ներգրավելու։ Հայաստանի Հանրապետությունում կա ներդրումներ, կա խնայողություններ, բայց այդ խնայողությունները պետության անմիջական կամ անուղղակի աշխատանքի շնորհիվ գնում են այն ոլորտներ, որոնք որ մենք կարծում ենք, որ պետք է չգնան, այսինքն այնպես չի որ խնդիրը գումարն է, խնդիրը նա է, որ տնտեսվարողը նայում ասում ես ավելի լավ է ուղարկեմ իմ գումարը շինարարության ոլորտ, այնտեղ ես կաշխատեմ նույն ռիսկի պայմաններում, չգիտեմ, 20%, որտեղ ես ունեմ լրացուցիչ պահանջարկ, մյուս կողմից էլ պետությունը ինձ խրախուսել է ես էժան կապիտալ բան եմ կարողանում ներգրավեմ, չգիտեմ, շինարարական տեխնիկա եմ կարողանում ներգրավեմ, իսկ արդյունաբերության ոլորտ չի ուղղում, որովհետև այնտեղ ինքը ավելի երկար պետք է այդ գումարը աշխատի ստեղ 3 տարում է իր գումարը հետ բերում, իսկ այնտեղ ավելի երկար տարիներ է տևելու, մյուս կողմից էլ միևնույն ռիսկի պայմաններում ավելի ցածր է լինելու իր հետ գնումը։ Ձեր ուժը նաև աղքատության կրճատում է նախատեսում, բայց տեսեք Հայաստանում կա մի հատ այսպիսի երևույթ, դուք միևնույն ժամանակ սոցիալական աջակցություն եք մեծ խոստանում։ Հայաստանում այդ երևույթը վաղուց կա, որ բազմազավակ ընտանիքներ երեխաներ են ունենում սոցիալապես անապահով պայմաններում պետությունից գումար ստանալու համար։ Թեև այդ գումարը կարող է լինել միանվագ, կարող է փոքր լինել, բայց փաստացի ունեք կարող ենք տեսնել մարզային բնակավայրերում, որ այդ սոցիալական ծրագրերը աղքատությունը այնուամենայնիվ չեն վերացնում։ Եթե քաղաքացիները երեխաներ են ունենում պետությունից գումար ստանալու համար, ինքը բարդ խնդիր է, ինքը մի գործիքակազմով լուծվող խնդիր չէ, այսինքն ինքը միայն չի լուծվելու նրանով, որ քաղաքացիներին փող տակ, դուք քաղաքացիներին պետք է փող տակ, բայց նաև խրախուսեք, որ ինքը որ իր կյանքի համար պատասխանատվություն ստանձնի, չգիտեմ, կրթական ինչ որ ծրագրեր իրեն առաջարկեք ինչ որ ձև, որ ինքը նոր աշխատատեղերում տեղավորվի, առանց կոմպլեքս լուծումների աղքատության խնդիրը չի լուծվելու եւ մենք չենք դիտարկում, որ աղքատության խնդիրը մենք լուծելու ենք միայն մարդկանց նպաստ տալու միջոցով, իսկ նպաստ տալու հարցը, այսպես ասած, այդ 150,000 դրամը դա վերաբերում է միայն ծայրահեղ աղքատներին, դա չի վերաբերում այն 21%-ից ավել բնակչությանը, ովքեր որ աղքատ են եւ ամսական ապրում են 44,000 դրամից ցածր եկամուտի պայմաններում, դա վերաբերում է ընդհանրապես 0.8% բնակչությանը, ովքեր ծայրահեղ աղքատ են, որպեսզի տան գոնե այդ մարդիկ դուրս գան ծայրահեղ աղքատից, լինեն չափավոր աղքատ, իսկ աղքատության խնդիրը լուծելու համար միակ տարբերակը, որը որ մենք տեսնում ենք, դա նոր աշխատատեղերի ստեղծումն է, 300,000 նոր աշխատատեղի ստեղծումն է, որը կբերի նրան, որ մարդիկ կանցնեն աշխատանքի եւ իրենց բարեկեցությունը կբարձրանա։ Իսկ կարող է դա վնասել գյուղատնտեսությամբ զբաղվողներին, որոնք կսկսեն այլևս չզբաղվել գյուղատնտեսությամբ եւ գալ օրինակ ինչ որ գործարանում աշխատել։ Թե Հայաստանում, թե աշխարհում տենդենսը հիմա այնպեսին է, որ գյուղատնտեսության ոլորտից մարդիկ դուրս են գալիս եւ գնում են ավելի բարձր արտադրողական ոլորտներ։ Դա ասել, որ վնաս է գյուղատնտեսությունում մնացող մարդկանց համար, ես կարծում եմ ճիշտ չէ։ Մյուս կողմից բայց պարինային անվտանգության հարցը չէ ունենում։ Եթե այստեղ գլխավոր խնդիրը արտադրողականությունը պահպանելն է, այսինքն եթե մենք կարողանում ենք մի հեկտարից 10 աշխատողով ստանալ
չգիտեմ, 1 տոննա ինչ որ ապրանք, եթե նույն բանը մենք կարողանում ենք անել 5 աշխատողով, ապա միանշանակ այդտեղ խնդիր չկա։ Իսկ բարենային անվտանգության հարցը մենք մի անգամ հաշվել ենք, եթե Հայաստանի ամբողջ հողատարածքները այն որ հիմա որ կա գյուղատնտեսական օրինակ հանենք ուրիշ ոչ մի բան չցանենք եւ որոնք որ հիմա գյուղատնտեսական ցանքատարածությունների տակ են եւ օրինակ ոչ մի միրգ բանջարեղեն չցանենք եւ լուծենք օրինակ ծորենի բարենային անվտանգության հարցը, ապա ընդհանրապես մեր գյուղատնտեսության ոլորտի ստեղծած արժեքը կազմի մոտ 150-ից 200 միլիոն դոլար, իսկ հիմա կազմում է մոտ 2 միլիարդ դոլար, այսինքն այս բարենային անվտանգության հարցում էլ պետք չէ այնքան ծայրահեղություն։ Սորենը ինքը չի համարվում թանկարժեք։ Այո, բայց բարենային անվտանգության հարց լուծում է եւ կարծում եմ որ երբ որ մենք ինչ որ որոշում ենք կայացնում կամ ինչ որ խնդիր ենք ուզում լուծենք, մենք պետքա ոչ թե մի գործոն դնենք դրա այդ լուծման հիմքում եւ օրինակ միայն չնայել բարենային անվտանգությանը, այլ նաեւ օրինակ նայել տնտեսական շահավետությանը, նայել թե ինչ արտադրողականությունը կբարձրանա, թե չէ, մարդկանց բարեկեցությունը կբարձրանա, թե չէ, տնտեսությունը ավելի կայուն կդառնա, թե չէ, եւ նոր այս մի քանի գործոնը հաշվի առնելուց հետո գնալ այդ քայլին։ Շատ լավ, պարոն Ֆարսյան, դուք ձեզ հետ ինչ որ տվյալներ եք բերել, ինչ տվյալներ են, մի քիչ պատմեք։ Ինչի մասին չխոսեցինք։ Մի մասին այստեղ անդրադարձանք, այստեղ օրինակ 2025 թվականի տնտեսական աճի ցուցանիշներն են եւ որ ոլորտներից են հիմնականում եկել, օրինակ շինարարություն, կառուցվածքը քննարկեցինք կարծես թե։ Բանկային ոլորտի վարկավորման մասին էր, արտանում հնարաբերակցության մասին էր, այն ոլորտներն է, որը մեր համար առաջնահերթ են այդ արդյունաբերական քաղաքականությունը, մշակող արդյունաբերական քաղաքականությունը վարելու համար, թե որ ոլորտներն ենք մենք որ առաջնահերթ ենք համարում, հաշվի առնելով մեր այս բայ աշխատանքային ռեսուրսների քանակը եւ որակը։ Կարծում եմ մենք բոլոր թեմաներին անդրադարձանք, ես կուզեի մի բան շեշտել, որ մենք հասկանում ենք, որ մեր ծրագիրը բավականին հավակնոտ է եւ կարող է առաջին հայացքից ոչ իրատեսական թվալ, բայց մենք ունենք այնպիսի թիմ, որը շատ ժամանակ այնպիսի ոչ իրատեսական ծրագրեր է կարողացել իրականացնել, որ ես կարծում եմ եւ ունեմ վստահություն, որ մենք այս ծրագիրը կարող ենք իրականացնել։ Ինչ ծրագրեր եք իրականացնել ոչ իրատեսական վերջին օրինակներից։ Վերջին օրինակներից։ Օրինակ մենք կարողացել ենք Հայաստանի էներգետիկ հզորությունների մի հսկայական մասը հետ բերել Հայաստանին, հիմա մենք նոր ջեք ենք կառուցում Հայաստանի տարածքում, մենք ունենք նոր խոշոր մետալուրգիական գործարան, որը ճիշտ է բազմաթիվ դժվարությունների մեջով է անցել, բայց սա շուտով նաև մեր կառավարության անմիջական օգնության շնորհիվ դժվարություններ եղան, այսա շուտով մենք կվերագործարկենք, մենք շատ ավելի շատ բաներ կարող ենք անել, շատ ավելի հետաքրքիր բաներ կարող ենք անել, եթե չլիներ ոչ թե կառավարության ասեմ օգնությունը, այլ ուղղակի չլիներ ինչ որտեղ նաև խանգարելը։ Այսօրվա կառավարությունը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ առևտրային հարաբերություններ, Ադրբեջանի հետ սկսել է առևտրային հարաբերությունները, որովհետեւ չունեինք, Թուրքիայի հետ էլ փորձում է խորացնել, նախկինում երևի թե հիմա էլ դեռ չի խորացրել, որովհետեւ մենք հիմնականում Թուրքիայի հետ կապված առևտրում ներմուծողի դերում ենք, խոսվում է, որ մենք էլ կարող ենք ապրանքներ արտահանել եւ այլն, դուք ինչ եք մտածում հարևանների հետ առևտրի մասին։ Շատ հետաքրքիր հարց եք բարձրացնում։ Մենք հարևանների հետ առևտրին եւ բարի դրացական հարաբերություններին կողմ ենք միայն, մենք այդտեղ ոչ մի վատ բան չենք տեսնում, մենք գտնում ենք, որ դա ճիշտ ձևաչափ է իրար հետ հարաբերվելու եւ աշխատելու։ Իհարկե նաեւ պետք է պարզ-ճակատով քննարկել խնդիրները, այլ ոչ թե ինչ որտեղ ջայլամային քաղաքականություն վարել եւ մտածել, որ, չգիտեմ, խնդիրներից խուսափելով այդ խնդիրները կլուծվեն եւ դրանք չեն խանգարի հետագա հարաբերություններին։ Իսկ ինչ վերաբերվում է տնտեսական քաղաքականությանը, Հայաստանի Հանրապետությունը այս պետությամբ իր երկու անմիջական հարևանների հետ, Իրանի Իսլամական Հանրապետության եւ Վրաստանի հետ, կարելի ասել չունի ոչ մի տենց էական տնտեսական, այսպես ասենք, հարաբերություն, թեև Վրաստանի դեպքում մի քիչ թիվ կա, մոտավորապես մի 117 միլիոն դոլարի ապրանք մենք ենք իրենց վաճառում, մի 117 միլիոն դոլարի ապրանք իրենք են մեզ վաճառում, բայց Իրանի հետ էլ էներգետիկ փոխանցում։ Իսկ Իրանի հետ մենք իրենց ընդամենը վաճառում ենք 90 միլիոն դոլարի ապրանք, որի մեջ ապրանք եւ ծառայություն էլեկտրաէներգիան ոչ այն է, բայց էլեկտրաէներգիան այդ 90 միլիոն դոլարի մեջ կազմում է 60 միլիոն դոլարը եւ այստեղ հետաքրքիր հարց է ծագում։ Եթե մենք կարող ենք ունենալ լավ տնտեսական հարաբերություններ մեր հարևանների հետ եւ գնալ վերջնական ճանապարհով նրան, որ մենք օրինակ կենտրոնանանք մի ապրանքի արտադրության վրա,
մասնագիտանանք, իսկ իրենք կենտրոնանան մեկ այլ ապրանքի վրա մասնագիտանան եւ մենք այդ փոխանակման միջոցով ավելի հասնենք ավելի բարձր բարեկեցության, ապա ինչու այդ աշխատանքը միջև այս պահը չի արվել, ինչու մենք չունենք Վրաստանի հետ նույն հարաբերությունները, ինչու չունենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ նույն հարաբերությունները եւ կարող է արդյոք վերջնարդյունքում ստացվել այն, որ երբ որ սահմանները բացվեն, մենք ունենանք Ադրբեջանի հետ գրեթե նույն հարաբերությունները, այսինքն անկախ նրանից պատերազմ կա թե չկա, Ադրբեջանի հետ իրար հետ առևտուր անելու շատ բան չունենանք, իսկ Թուրքիայի պարագայում լինենք նույն անմրցունակ դիրքերում, ինչ որ հիմա Իրանի Իսլամական Հանրապետության հետ ենք։ Հիմա եթե ձեր ուժը գա իշխանության, կշարունակեք օրինակ Ադրբեջանի հետ առևտուրը, բենզինի ներմուծումը, հիմա գիտենք բենզին այլ ապրանքներ, ես օրինակ չգիտեմ։ Տեսեք, մի կողմից շատ հետաքրքիր հարց եք բարձրացնում, բայց եթե Ադրբեջանում ինչ որ գործարար պատրաստ է Հայաստանում ինչ որ գործարարի վաճառել բենզին, ապա մենք ինչու պետք է միջամտենք դրան։ Մենք դրա մեջ ոչ մի խնդիր չենք տեսնում, եթե մարդիկ իրար հետ կարողանում են նորմալ գործարքի գնալ, իրենց բանկային փոխանցումները անել, ապրանքի ստանդարտը համապատասխանում է որակին, եթե կարողանում են նորմալ որակի ապրանք բերեն երկու կողմի համար է շահավետ է, մենք չենք խանգարելու միանշանակ, թող իրենց գործերը անեն եւ հարաբերվեն, մենք էլ մեր կողմից եթե հնարավոր է ինչ որ ձև օգնենք, միանշանակ կօգնենք, այսինքն խոչընդոտ չենք հանդիսանա։ Բայց ես չեմ կարծում, որ դա պետք է լինի պետության, այսպես ասենք, հենց ֆունկցիան, պետությունը Հայաստանի Հանրապետությունը առևտուր ոչ մեկի հետ չի անում, Հայաստանի Հանրապետության բիզնեսմեններն են առևտուր անում այլ երկրների բիզնեսմենների հետ, եւ մեր համար քաղաքական որոշման արդյունք էր, այնպես չէ որ հայ բիզնեսմենը գնաց եւ ադրբեջանցի բիզնեսմենի հետ Իսկ ձեր կարծիքով դա Հայաստանի Հանրապետության քաղաքական որոշման արդյունքն էր, թե Ադրբեջանի Հանրապետության քաղաքական որոշման արդյունքն էր։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը չէր ուզում բիզնես անել երկար տարիներ, հետո որոշեց, որ ուզում է եւ Ադրբեջանից համաձայնվեցին, թե այնտեղից են առաջարկել։ Իմ կարծիքն է կարծում, չէ, ես կարծիք չեմ Դե հայտնում, իմ կարծիքով Հայաստանի Հանրապետությունը երբեք դրա համար խոչընդոտ չի հանդիսացել եւ մենք երկար տարիներ էլ խոսել ենք նրա մասին, որ այն բլոկադան, որի մեջ մեզ պահում են, դա օրինական չէ եւ դա պետք է վերջ տրվեր դրան։ Այսօր կարծես շատ մարդիկ դա մոռացել են, բայց ես կարծում եմ, որ դա իրական պատմությունը հենց այդպես է եղել, Հայաստանի Հանրապետությունը երբեք խոչընդոտ չի հանդիսացել այդ առևտրին, Հայաստանի Հանրապետությունը ընդհակառակը միշտ կողմ է հանդիսացել եւ մենք էլ ոչ մի խնդիր չենք տեսնում, նորից եմ կրկնում, եթե կան երկու բիզնեսմեններ, ովքեր որ պատշաճ որակի Հայաստանի ստանդարտներին համապատասխանող, օրենսդրությանը համապատասխանող ապրանքներ են իրար հետ ուզում առք ու վաճառք անել, մենք կողմ ենք, թող իրար հետ ապրետ վաճառք անեն, բերեն, տանեն, ոչ մի խնդիր։ Շատ լավ, մի երկու բառով էլ նաև հեծից խոսենք եւ նոր եզրափակենք մեր զրույցը։ Հեծի հետ կապված հիմա ինչ իրավիճակ է, իրավական առումով ինչ գործընթացներ կան, որովհետեւ եթե մենք խոսում ենք տնտեսությունից, հեծը մեր տնտեսության մեջ ունի իր տեղը։ Ինչ վիճակ է հիմա։ Ես ցավոք սրտի շատ մանրամասներ այս բանին չեմ տիրապետում, որովհետեւ գործընթացը դե իրավաբանների տիրույթում է գտնվում։ Կարծում եմ այն ամենը ինչ որ կա մամուլում, դուք բարձ տեսնում եք, եւ ես կարծում եմ, որ քաղաքական առումով հեծը դա ընդամենը առաջին արարն էր։ Դուք տեսաք մի քանի օր առաջ վարչապետը արդեն արարած ցեմենտի մասին էր խոսում։ Սրանից առաջ են գործարքներ եղել, որոնք որ իրականում շատ կասկածելի էին եւ շատ վատ էին պետության միջամտության տեսանկյունից։ Մենք ընդհանրապես այն կարծիքին ենք, որ պետությունը պետք է բիզնեսի հենց այդ գործարքային տրամաբանությանը քիչ միջամտի եւ չխառնվի, երբ երկու բիզնեսմեններ իրար հետ հարաբերվում են, դրան մաքսիմալ քիչ խառնվի։ Պետությունը միայն մեր կարծիքով պետք է լինի խաղի կանոնների հիմնողը եւ խաղի կանոնների պաշտպանողը, պետությունը պետք է հետևի, որպեսզի ապրանքները եւ ծառայությունները համապատասխան որակի եւ ստանդարտների արտադրվեն եւ վաճառվեն երկրի տարածքում, բնապահպանական առումով եւ մնացած որակի առումով, իսկ մնացած հարցերը դա պետք է լինեն բիզնեսմենների տիրույթում, իսկ այն ինչ որ մենք հիմա այսօր տեսնում ենք, մենք համարում ենք, որ դա անմիջական միջամտություն է մարդկանց սեփականությանը, ինչը մեր կարծիքով դա շատ վատ է երկրի տնտեսության համար եւ մի երկիր, որը երկարատև կոմունիստական անցյալ է ունեցել, որը նոր է անցել մասնավոր կապիտալի եւ որտեղ հասարակությունը քիչ-քիչ սովորում է մասնավոր կապիտալի հետ հարաբերվել, նման երկրում անել նման քայլեր մենք կարծում ենք, որ հետընթաց է եւ դա ոչ մի լավ բան մեր երկրին չի բերելու։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։
Հիշեցնեմ, մեր զրուցակիցը Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Աշոտ Ֆարսյանն էր։ Զրուցում էինք կուսակցության տնտեսական ծրագրերի մասին։ Բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին մեր հետագա հարցազրույցները բաց չթողնելու համար։ Իսկ եթե հավանում եք հետքի աշխատանքը, կարող եք միանալ մեր Patreon-ին։ Patreon-ի հղումը մեկնաբանություններում։